Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են իսկական դրամատիկ իրադարձություններ, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հաջորդ սերիաներին, իսկ հաջորդ սերիաները լի են լինելու ինտրիգներով, գաղտնիքների բացահայտումներով ու նոր գաղտնիքներով։ Վերջապես, Լեոյի աշխատած գումարով Դավիթն ու պապը մեկնում են Մոսկվա, որտեղ փնտրում են իրենց երեխային։ Դավիթը եղբորը, Դավիթ պապը իր թոռանը, ով տարիներ առաջ տեղափոխվել էր Մոսկվա բուժման նպատակներով, սակայն ով այլևս չվերադարձավ, քանի որ հայրը մահացավ ռինգում։ Հորեղբայրն էլ հոր արյան գնով աշխատած գումարը ծախսեց իր կարիքների համար ու չմեկնեց Մոսկվա, որտեղ պետք է լիներ իր եղբոր որդու կողքին ու նրան հետ վերադարձներ պապուն։ Բայց ինչպես պարզ է դառնում, հենց Մոսկվայի այդ հիվանդանոցում աշխատող քույրը վերցնում ու Մարկին իր խնամքն է նվիրում, բայց իհարկե վախենում նաև, որ մի օր նրա հարազատները կգտնեն երեխային։ Իհարկե նա իրեն մեղավոր է զգում, որ Մարկին կամ ինչպես ինքն է անվանել Վովային իր հոր մասին վատ բաներ է պատմել ու մեղադրել, բայց մի օր Մարկն իմանալու է այդ ողջ ճշմարտությունը, իմանալու է, որ նրան ոչ թե լքել են, ուղղակի հայրը մահացել է, իսկ պապը հնարավորություն չի ունեցել փնտրել ու գտնել թոռանը։ Բայց հիմա, երբ հարազատ եղբայրները հասուն են ու կարողանում են գումար աշխատել, ամեն ինչ անելու են, որ գտնեն իրենց եղբորը, իսկ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, արդյոք Հունանը կիմանա այս ամենի մասին ու Ավոն կխոչընդոտի նրան փնտրելն ու գտնելը։ Հավանաբար նույն բուժքրոջը կամ Վովայի մորը տեղեկացնում են, որ Դավիթ պապը հետաքրքրվել է երեխայով և այդ է պատճառը, որ նա շտապ մեկնում է Մոսկվա, որովհետև երբ Դավիթ պապն ու Դավիթը մեկնում են Մոսկվա, բժիշկն ասում է, որ նրանք շտապել են, ինչու են առանց իր հետ խոսելու եկել հասել Մոսկվա։ Իսկ թե ինչ է պարզվելու դրանից հետո ցույց կտա ժամանակը, հավանաբար Մարկի մայրը փորձելու է կաշառել կամ խնդրելու է բժշկին, որ որևէ տեղեկատվություն չտա նրանց։ Չէ որ եթե շատ արագ բացահայտվի այս ամենը, հեռուստասերիալը կկորցնի իր իմաստը և շատ շուտ կավարտվի նրան փնտրելու ու գտնելու համար հաստատ երկար ժամանակ է անցնելու ու հատկապես, որ Մարկը կամ Վովան հանդիպելու է ռինգում Լեոյի հետ։ Բարյա խոժակ։ Եկել եմ ինչ ասես ասեմ, գնամ։ Լավ մանում։ Առավոտվա կոֆե։ Մատ կոֆես։ Այսօր գարշի կոֆեն։ Ես նայք ինչ սիրում։ Բայց այս գեղեցիկ բաժակը բերել է Ռուզի։ Այսա բան չի փոխվել, այս Բարի օր ընկերներ։ Գնանք լացածս մաքրենք։ Մենք առավոտից հոսանք չունենք տանը, ինչ պիտի անեինք, որոշեցինք տնից դուրս գանք, բայց մի տեսակ շատ շոքա փոշմանեցի, որ ես գլխարկս շարֆիկս դրել եմ, լավ սենց անենք, արի, դունի, գնացինք, ով ինչպես է իր դարակը դասավորում, հագուստը որտեղ է դնում, ասենք տաբատը որտեղ է դնում, գուլպաները որտեղ է դնում, կամ մտնում է տուն, ինչ է անում առաջնահերթ, լվացվում է պարտադիր։ Ես լրիվ անկեղծ եմ ասում, ես հասկանում եմ, որ ասում են, դե այսօր ժամանակահատված մենք առաջ են գնում եւ չէ, ոչ, սխալվել եք ընկերներ, մենք առաջ չեն գնում, մենք հետ ենք գնացել, մենք առաջ ապրում էինք, իսկապես ապրում ենք, թեպետ ես դրա զոհը չեմ, Փառք Աստծո, ես դրա զոհը չեմ։ Ես հիշում եմ, որ մեր ամառային արձակուրդներին այդ 3 ամիսներն այնքան երկար էին ինձ թվում, որ ես այլևս ունեինք պարտադիր ընթերցանություն, գրքերը ավարտում էինք
ենք, ամեն ինչ ավարտում ենք, կարդում ենք, մի խոսքով լրիվ ավարտում ենք, բայց դեռ ժամանակ կար։ Ես օրեր է հաշվում, թե երբ է այդ 3 ամիսն անցնելու, որ ես գնայի դպրոց։ Հիմա աչքդ բացում ես, լույս է միան։ Ես օրեր է հաշվում, թե երբ է այդ 3 ամիսն անցնելու, որ ես գնայի դպրոց։ Հիմա աչքդ բացում ես, լույս է միանգամից փակում ես, արդեն վերջ գիշեր է, պետք է քնես, նորից առավոտյան արթնանաս ու չես հասցնում, վազում ես կյանքի ետևից ու չես հասցնում, գիտեք ինչու։ Որովհետև մենք այլևս դադարել ենք ապրել մեր կյանքով, որովհետև մեր կյանքը արդեն այստեղ է, էկրանի մեջ է, սարսափելի բան է, սա դժբախտություն է, սա ողբերգություն է, սա կործանում է, սա կործանարար է։ Ու եթե կան մարդիկ, ովքեր ասում են, որ չէ, հիմա կյանքը ավելի լավ է, հեշտացել է եւ այլն, չգիտեմ, չէ, չկա նման բան, այսօր մենք չենք ապրում։ Մի խոսքով, քանի որ խցանում է, ես փորձեցի այս ուրեմն առիթից օգտվել, իսկ այս առիթը շատ հաճախ է ինձ ընձեռվում, բայց ես փորձեցի այսօր առիթից օգտվել եւ խոսել ձեզ հետ ու ասել, որ ընկերներ, փորձեք ապրել ձեր կյանքը, փորձեք այն ճիշտ ու մաքուր ապրել, փորձեք այն լցնել հետաքրքիր պատմություններով, ձեր կյանքը լցրեք հետաքրքիր գույներով, լիացեք, հիացեք ձեր գործերով, առաջ գնացեք, կարդացեք, կրթվեք, սնեք ձեզ միայն լավ նյութերով, լավ ֆիլմերով, մի փնովեք դիմացինի գործը, որովհետև դա ձեզ ոչինչ չի տալու, այդ մաղձը ձեր մեջ է ու ինչքան փնովեք վատը ձեզ է գալու, որովհետև դա է կյանքի օրենքը, փորձեք գնահատել